հիմքերը կարող եք ասել, եթե Ժորժան, հիմքերը կրկնում եմ ընտրակաշառքն է բարեգործության արգելքի խախտումն է, բայց որքան որ նոր քննարկումների արդյունքում հասկացանք, նույն գործելավոճն է, ինչը որ արդեն մենք տեսել ենք ուժեղ Հայաստանի կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակից, մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Կալանքի միջնորդություններից եւ որևէ մեկը ամբողջությամբ չէր բավարարվել, ունեցել ենք անգամ ամբողջությամբ, չէ, նաեւ նախորդիվ դրանից առաջ Արմավիրի հետ կապված ունեցել ենք նաեւ ամբողջական մերժումներ միջնորդությունների, ինչի մասին է խոսք գնում, հա, երբ որ մեր ձևով դեռևս հասարակական կազմակերպություն է եղել, բարեգործական նպատակներով հիմնված ծրագրեր են իրականացրել, զարգացման ծրագրեր ներգրաված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ։ Հիմա ըստ վարույթն իրականացնող մարմնի, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ։ Մասա որ պետք է ներգրավեք աշխատավարձը։ Դեռևս չգիտեմ, բայց կարծում եմ, որ նույն բանն է լինելու, այսինքն աշխատավարձները տրվող դիտարկվում են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ եւ դաշտում չէ։ Դուք կարողանալ եք դրանք հիմնավորել, որ դրանք աշխատավարձ են եղել, այլ ոչ թե ընտրակաշառք։ Դրանք որ աշխատավարձ են եղել, կարծում եմ, որ գործի փաստական հանգամանքներով արդեն իսկ հիմնավորված է, բայց մեկնաբանություն է տրվում դրան որպես ընտրակաշառք։ Ընդհանուր 14 հոգի են հակակոռուպցիոն կոմիտեից այդպես ասած։ Այս բանը այո, մինչև 10։ Բոլորին դեպքում խախտվամիջոց են տրվելու հիմա ինչ կա։ Եթե մեղադրանք կա, բնականաբար խափանմիջոց կիրավորվելու է։ Ինչ խափանմիջոց, այս բանը չգիտեմ։ Քանի հոգու կա մեղադրանք։ Ոչ, մի հոգու չէ, այս բանը արդեն ունենք 2 անձի մեղադրանք։ Հիմա փաստաբանները աշխատում են, դուրս կգան կասեն։ Հոդվածը երկուսինն էլ ընտրակաշառքն է եւ բարեգործության արգելքը, թե առանձին հոդվածներ։ Կա որ միայն ընտրակաշառք է, կա որ երկուսն է։ Այս բան ավելի ինֆորմացիա տալ չեմ կարող։ Մերսի։ Շնորհակալություն։